Կիրակին շատերի համար հանգստի, ընտանիքի և մտերիմների հետ ժամանակ անցկացնելու օր է։ Սակայն կան մարդիկ, որոնց համար այս օրը ոչնչով չի տարբերվում շաբաթվա մյուս օրերից։ Ինչ քաղաքը հանգստանում է, նրանք շարունակում են աշխատել, որպեսզի քաղաքի բնականոն կյանքը չընդհատվի։ Նրանց աշխատանքային օրը սկսվում է դեռ լուսաբացից առաջ, երբ քաղաքի բնակիչների մեծ մասը քնած է, հացի արտադրամասում աշխատանքն արդեն եռում է, չէ՞ որ առավոտյան յուրաքանչյուր սեղանին պետք է թարմ հաց լինի։ Հանգստյան օրեր չկան նաև բուժաշխատողների համար։ Կիրակին նրանց համար նույնքան պատասխանատու օր է, որքան շաբաթվա ցանկացած այլ օր։ Օգնության կարիք կարող է առաջանալ յուրաքանչյուր պահի։ Քաղաքի անվտանգությունն ու հասարակական կարգը նույնպես հանգստյան օր չեն ճանաչում։ Մինչ շատերը վայելում են իրենց հանգիստը, ոստիկանները շարունակում են ծառայությունը, ապահովելով քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական անդորրը։ Արտակարգ իրավիճակները չեն ընտրում օր կամ ժամ։ Այդ պատճառով փրկարարներն ամեն պահի պատրաստ են արձագանքելու ցանկացած կանչի, լինի դա հրդեհ, ճանապարհատրանսպորտային պատահար կամ այլ արտակարգ դեպք։ Նույնիսկ հանգստյան օրը հազարավոր մարդիկ շտապում են իրենց գործերով, որովհետեւ նրանք ժամանակին հասնեն իրենց նշանակետին, հասարակական տրանսպորտի վարորդները դուրս են գալիս երթուղի։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մասնագիտությունն ու պարտականությունները, սակայն նրանց միավորում է մեկ բան՝ իրենց աշխատանքը հանգստյան օր չի ճանաչում։ Հենց դրա շնորհիվ է, որ քաղաքի կյանքը շարունակվում է իր բնականոն ընթացքով շաբաթվա բոլոր օրերին։ Մինչ շատերը հանգստանում են, նրանք շարունակում են կատարել իրենց աշխատանքը, այդ թվում նաև մենք, մեդիա ոլորտի աշխատակիցներս։ Եվ հենց դրա շնորհիվ է, որ քաղաքում ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, իսկ դուք մշտապես իրազեկվում եք քաղաքային անցուդարձից։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, այսօր։